Արնուրեեմը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ մեծ պրոբլեմ է դարձել վարորդական իրավունքի համար քննություններ հանձնելը։ Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով, օրինակ Սևանի հաշվառման քննական բաժանմունքում ամենամոտ ժամանակը տեսական քննության համար մայիս ամիսն է, իսկ գործնական քննության համար հուլիս ամսից կան ազատ օրեր, երբ կարող են քաղաքացիները հանձնել վարորդական իրավունքի քննությունները։ Եթե նախկինում քննություն հանձնել պատրաստվող քաղաքացիները ալտերնատիվ լուծումներ էին գտնում քննությունները ավելի շուտ հանձնելու համար, ապա հիմա դրանք էլ չեն կարող անել։ Բանն այն է, որ հեռու Երևանից դուրս Էջմիածնում, Սևանում, Մասիսում կամ այլ տեղում էլ հնարավոր չէ շուտ հանձնել քննությունները, քանի որ հերթերը այլ տեղերում էլ շատ են եւ քննություն հանձնողները պետք է միայն համբերատար սպասեն։ Նշենք, որ հերթերը վերաբերում են ինչպես տեսական, նաեւ գործնական քննություններին։ Արնուրեեմը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ պարզելու, ինչումն է խնդիրը, որ նման հերթեր են առաջացել։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից Արնուրեեմին փոխանցեցին, որ համակարգն էականորեն բարելավվել է։ Երևանը եւ հարակից տեղերը ունեն որոշակի ծանրաբեռնվածություն, բայց օրինակ Սևան, Վայք, Սյունիք եւ մնացած այլ տեղերում շատ նորմալ է, խնդիր չունենք։ Գնալով այդ ամենը կարգավորվում է, նոր մեքենաներ են ձեռք բերվել։ Ընդհանուր նման խնդիր չկա, Արնուրեեմի հետ զրույցում ասաց ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։